Monsieur le Président, Մեծարգո պարոն նախագահ, մեծարգո պարոն վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, տիկնայք եւ պարոնայք նախարարներ, գլխավոր քարտուղարներ, տիկնայք եւ պարոնայք դեսպաններ, խորհրդարանականներ, տիկնայք եւ պարոնայք։ Ամեն ինչ արդեն ասվեց։ Ես կփորձեմ խոսել, քանի որ speak briefly, because the Minister of Foreign Affairs and the Prime Minister eloquently described all the key problems that bring us together in this forum, and I would not like to repeat them. Mr. Prime Minister, these 2 days illustrate this is really the moment of Armenia. Yesterday, I was speaking in front of the French community. I said, who could imagine that 8 years ago, 4 years ago, it would have been possible to come together here in Yerevan as part of the European political community with 40 different heads of state and government as a part of a summit between Armenia and the EU. Very few really could imagine that. And something has changed in your country, which in the fall of 2020 experienced the war we all remember, that had extremely grave consequences. It's obvious that something has transformed here. This moment Առաջինը խաղաղության ճանապարհ, դուք շատ լավ նկարագրեցիք, չեմ ուզում նորից անդրադառնալ, բայց դուք իրապես որոշեցիք, ունեցաք այդ խիզախությունը խաղաղություն հաստատել, այսինքն գտնել այն ուղիները, որոնք հարկավոր են Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար։ Եվ 22 թվականի Պրահայի գագաթնաժողովը, ինչպես Վաշինգտոնում նաև գագաթնաժողովը եկան եզրափակելու վերջնականապես այս խաղաղությունը, ինչպես ես ասացի, սա խիզախ եւ անհրաժեշտ որոշում էր, եւ այս որոշումը նաև ամրապնդեց եւ բերեց բարգավաճություն, երբ ես նայում եմ անցած 8 տարիները, Հայաստանում միջին աճը կազմում է 6%։ Այսինքն այս վերջին 2 տարիներին ավելի է մեծացել, սա արդեն տպավորիչ ցուցանիշ է, որը ցույց է տալիս ձեր մոդելի օրինակը, եւ դուք շատ լավ նկարագրեցիք քիչ առաջ այդ առաքինի օրինակը խաղաղության եւ բարգավաճության համար, եւ այս ամենը մի քանի տարի է արդեն զարգանում է։ Իրապես սա Հայաստանի պահն է, որովհետև այստեղ Հայաստանում են եվրոպացիները քննարկումներ անցկացնում, քանի որ դուք եք կազմակերպել եւ հյուրընկալել 8-րդ գագաթնաժողովը Եվրոպական քաղաքական համայնքի եւ այսօր առավոտյան Եվրոմիության եւ Հայաստանի միջև գագաթնաժողովը նույնպես քննարկեց մի շարք կարևոր ծրագրեր, որոնք խոստանում են զարգացում, ենթակառուցվածքների ոլորտում, ներդրումներ, անվտանգության ոլորտում եւ այլն։ Եվ այսօր այնիշ տեղի ունենում ձեր երկրում, կարելի ասել շատերը չէին սպասում նման պահի, եւ դուք կարողացաք մեկնարկել այս ամենը մեծ խիզախությամբ վերջին տարիներին, եւ սա խորապես փոխում եւ մեծ հաջողություններ եւ հնարավորություններ է ընձեռում Հայաստանին։ Ես նաեւ կցանկանայի, որպեսզի այս հայաստանյան պահը ուղեկցվեր նաեւ կովկասյան պահով։ Եվ կարծում եմ սա է այսօր հիմնական մեր մարտահրավերը։ Երկու համոզմունք ունեմ այս տարածաշրջանի վերաբերյալ։ Առաջինը, Հարավային Կովկասը չպետք է լինի
կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են կարծես ավար կամ մրցանակ, միմյանց դեմ հանելով տեղի ազգերին։ Երկրորդ համոզմունքը հարավային Կովկասը կարող է վերականգնել, այ քարտեզը շատ լավ ցույց էր տալիս իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արևելքի միջև։ Եվ հարավային Կովկասում հնարավորությունները իրոք ընձեռում են հնարավորություն լինել խաչմերուկ այս տարածաշրջանում, լինել այդ միջին միջանցքը, եւ սա ենթադրում է, որ պետք է սահմանները բացել։ Եվ ինչու եմ այդպես ձգտում, ես ցանկանում եմ, որպեսզի հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես որ դուք, եւ ձեզ ուղեկցեն այս խաղաղության, ժողովրդավարության եւ բարգավաճության ճանապարհին։ Եվ որպեսզի բոլոր սահմանները բացվեն եւ բացվեն ամբողջովին, այս տարածաշրջանը շատ հաճախ քիչ է նկատվում դրսից, շատ հաճախ եւ երկար ժամանակ հերմետիկ ձևով փակ է եղել եւ ինչպես ասում էր Թուրքիայի հայազգի երջանկահիշատակ լրագրող Հրանտ Դինկը, պետք է կոտրել այն կողպեքները, որոնք մոտ ժողովուրդներին դարձնում են հեռավոր հարևաններ։ Եվ հենց դա պետք է արվի, որպեսզի Կովկասի պահը գա, որպեսզի սահմանները բացվեն։ Եվ իրականում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանները բացվեն եւ որպեսզի չլինի որևէ սահմանափակում Վրաստանի հետ։ Սա է մեր համոզմունքը, սա պետք է լինի Եվրոպայի հանձնառությունը եւ նաեւ հանձնառությունը Ֆրանսիայի զարգացման գործակալության, որը շատ գործողություններ է իրականացնում Հայաստանում եւ մոտարապես 4 միլիարդ եվրոյի ներդրումներ են իրականացվել Կովկասում։ Ես ցանկանում եմ նաեւ ողջունել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ ապրանքաշրջանառության սահմանափակումների վերացումը եւ հաղորդակցությունների աստիճանական վերականգնումը, բայց սա ընդհանրապես սկիզբն է։ Մենք նաեւ ողջունեցինք Թուրքիայի եւ Հայաստանի սահմանների բացումը Սիրիայից փախստականների կամ հումանիտար օգնության տեղափոխման նպատակներով, բայց սա առաջին ազդակն էր եւ մենք տեսանք, թե ինչքան կարեւոր է, որ սահմանների բացումը լինի լիարժեք, որպեսզի այս կովկասյան պահը իրականություն դառնա։ Եվ որպեսզի ձեր երկիրը եւ ողջ տարածաշրջանը դառնան միջին արևելքի, կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի խաչմերուկը, եւ սա թույլ կտա ուրեմն օգտվել այն բոլոր տնտեսական հնարավորություններից եւ ստեղծել խաղաղության ճանապարհ եւ ոչ թե տարբեր կայսրությունների, խնդիրների եւ մարտահրավերների ճանապարհ։ Եվ այդ է պատճառը, որ ես ցանկանում եմ այսօր ողջունել Հայաստանի ջանքերը եւ Ֆրանսիան հավատում է դրան։ Ֆրանսիան ցանկանում է լինել Հայաստանի կողքին, այսինքն Հայաստանը հենց առանցքային այն հիմքն է դրել ամբողջ տարածաշրջանի խաղաղության համար, ամբողջ տարածաշրջանի հույսի համար։ Շատերը երկար ժամանակ մտածում էին, որ Հայաստանի ճակատագիրը միայն հնարավոր է Ռուսաստանի հովանավոր թևի ներքո։ 2020 թվականի պատերազմը, այն ինչ որ դուք ապրեցիք, այն ողբերգությունը, որ շատ ընտանիքներ վերապրեցին, տեսան, որ դա այն հովանավորությունը չէ, ինչպիսին որ շատերը պատկերացնում էին։ Տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին եւ հասկացանք, որ այդ երազանքները իրականություն չեն եւ բոլորը կարծես սովորել էին, որ նա պետք է լինի տարածաշրջանում հովանավորը, որովհետեւ հարավային Կովկասը կարծես պետք է միշտ պաշտպանվի ինչ որ մեկի կողմից։
իսկ Հայաստանի պահը եկավ ապացուցելու, որ կա ժողովրդավարական ճանապարհ, որը որ դուք սկսել եք հենց 2018 թվականից, այսինքն խաղաղությունը, որ ընտրել եք, իրատեսական է եւ որ դուք դրա դերակատարն եք եւ որ բարգավաճությունը հնարավոր է առանց կայսրությունների միջամտության։ Երեք այս վերջին տարիների ընթացքում դուք ապացուցել եք այս փաստը եւ հարկավոր է որպեսզի ամբողջ տարածաշրջանը հետևի ձեզ եւ սահմանները բացվեն եւ հնարավոր լինի արդեն տարբեր երկրների միջև հաստատել խաղաղ հարաբերություններ եւ որպեսզի լինի այդ շփումը, այդ միջանցքը Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի եւ Մերձավոր Արևելքի միջև եւ դրա համար կցանկանայի եզրակացնել Հայաստանի եւ Հարավային Կովկասի մասին խոսելուց հետո ասեմ, որ ես խորապես համոզված եմ, որ Հայաստան ունի եվրոպական կոչում, եվրոպական ճակատագիր, նույնը հավատում եմ նաեւ Վրաստանի մասով եւ Ադրբեջանը իհարկե չունի նույն հանձնառությունը ինչպես Վրաստանը կամ Հայաստանը, բայց ինչու եմ ես ավելի հավատում Հայաստանի դեպքում օրինակ պատմության մասով այսօր առավոտյան մենք ուրեմն այցելեցինք Մատենադարան, ընդամենը պետք է նայել ձեր լեզուն, ձեր մշակույթը, որ տեսնել թե ինչպիսի դուք եվրոպական խորը ուղի ունեք, որովհետև Պարոն նախարար, դուք շատ լավ նկարագրեցիք քիչ առաջ, այնինչ Եվրոպան տվել է աշխարհին, կապում է մեզ եւ ձեզ միասին խորը կապերով։ Եվ այս պահին եկել է այդ պահը թե Հայաստանի եւ թե Հարավային Կովկասի համար։ Մեր Եվրոպան նույնիսկ ամենաարևմտյան հատվածը վերապրել է այն, ինչ որ Հարավային Կովկասում է տեղի ունեցել, կայսրությունների հակամարտություններ, դարերի ընթացքում մենք եղել ենք քաղաքացիական պատերազմների մասնագետներ, ինչպես ժամանակին ասում էին կայսրությունների միջով եվրոպացիները մի կայսրությունից մյուս կայսրությունն էին փոխանցվում, սկսած Հռոմից մինչև ամենաանտիկ ժամանակաշրջանները, մինչև Նապոլեոն, մինչև 20-րդ դարի ամենաողբերգական էջերը, այսինքն մինչև 1945 թվականը եղել են այսպիսի կայսրությունների տարածաշրջանային հակամարտությունների առանցքում եւ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս ամենից հետո մենք ստեղծեցինք այդ առանձնահատուկ քաղաքական այս մոդելը, այսինքն տարածքային ինքնիշխանություն, ազգային ինքնիշխանություն, այսինքն մենք ստեղծեցինք մի մոդել, որը թույլ է տալիս հարգել միմյանց եւ հաստատել կայուն խաղաղություն։ Սա է Եվրոպական միությունը, սա աշխարհաքաղաքական մի կառույց է, բացառիկ, որը թույլ չի տալիս այլևս այսպիսի դեգեմոնիալ կայսրությունների միջև հակամարտություններ։